տասնյակ անձինք են բերման ենթարկվել, ձերբակալվել, դուք տեղեկություն ունեք, սրանք ինչի վերաբերյալ են։ Այսօր Այո։ հարգելիներս, ես ցավոք սրտի գալիս էի այստեղ, բայց զարմանալի չի, որովհետև մենք գրեթե ամեն օր արթնանում ենք այս լուրերով տխուր, որ հերթական մեր շտաբի նկատմամբ, գրասենյակի նկատմամբ իրավապահների արշավն է տեղի ունեցել, այսինքն մեր աշխատակցին ինչ է հաս անում։ Ինչ ո՞րն է նպատակը։ Նպատակը միակն է մեր աշխատանքները նախընտրական կատվածահար անելը միակը չի։ Եվ երկրորդը մեր վերաբերյալ թյուր հանրային կարծիք ձևավորելը, որը այս իրավապահ մարմինները գնդակը նետում են քաղաքական գործիչների դաշտ, քաղաքական գործիչները կրկին ընդգծում եմ առավոտից երեկո իրենց բան ու գործ թողած սկսում են մանիպուլացնել։ Կարող է, որ իրենք մի քիչ ավելի շատ գործով զբաղվեն ռիլեր նկարելու փոխարեն մեր երկրում աղքատության պատկերը այսքան տխուր չլիներ, կամ մեր երկրում հանցագործության, հիմա տեսեք, իրավապահները եկել են հասարակական կարգ են, հա, պահպանում։ Հանցագործությունը կրկնակի աճ է տվել, հանցագործության տեսակներ ունեն, մի քանի պատկվել են մեր երկրում, գողությունա, թմրամոլությունա, ավազակային հարձակումներ են, կարող է այս ամենը, կարող է, իհարկե նոր բնականon է ու նորմալ ու նաև անհրաժեշտ է, բայց իմ խնդիրը կանում է նրանում, որ թվականակով մեր ռազմական բյուջեն կրճատվել է, ներքին գործերի նախարարության բյուջեն էականորեն ավելացվել է, ու սա պետք է ենթադրեր, որ այդ ավելացման, այդ ուռճացման արդյունքում պետք է հանցավորությունը ուղղակի համեմատությամբ իջներ, բայց պատկերը լրիվ հակառակն է, ինչքան ներքին գործերի նախարարության ռեսուրսը մեծանում է, այնքան դրան զուգահեռ հանցավորությունն է աճում, արդյոք սա մտահոգիչ չէ, արդյոք դա նրա հետևանք չէ, որ երկրում ըստ էության իրավապահ մարմինները քաղաքական շահ են սպասարկում, ձեր հարցներն ուզում եմ իմանալ, հիմա դուք այստեղ շփվեցիք լրագրողների հետ, լրագրողների հարցերին պատասխանեցիք, իսկ մարդկանց հետ շփումները այսօր ինչ եք ծրագրում եւ առհասարակ քարոզարշավի ընթացքում մտնելու եք բակեր, դռներն եք թակելու ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Հարգելիներս, մենք այսօր չէ, որ անկեղծ ասած նման գործունեություն ենք ծավալելու, բնականաբար այստեղից գնում ենք մեր քաղաքում իրազեկման ակցիա իրականացնելու, մենք արդեն սկսած նախորդ կիսամյակից անընդմեջ այցեր ենք ունեցել մարզեր, բնակավայրեր, գյուղեր, ու ասեմ, այդ մարզերը ընդամենը այդ ինչպես սովորության ուժով, հա, այս քաղաքական ուժը արելա սուտ խոստումներ տալը չի։ Մենք գնացել գույքագրել ենք մարդկանց խնդիրները, մենք գնացել լսել ենք մեր հայրենակիցներին, իսկ հիմա մենք վերլուծություններ կատարելով պատասխաններ ենք բերում ու մի կարևոր հանգամանք ասեմ, հա, այսօր խորհրդանշական, այսօրը նաև այստեղից մեկնարկում ենք, որովհետև երրորդ ժամկետի գնալը մերժելու հիմքով իշխանություն եկածը չի, պետք է մերժվի հենց երրորդ ժամկետի գնալու հիմքով, այս ուղերձն ենք տալիս և ասեմ ավելին երեկոյան ժամը 7-ին մենք մեր հաղթական արշավի ամփոփումը այսօրվա իրականացնելու ենք հաղթանակի զբոսայգում, հաղթանակի զբոսայգից մեկնարկում են հաղթանակները և մենք համոզմունք ունենք, որ մեր քաղաքացիները այս փոփոխության հետքով գալու են և մենք համոզմունք ունենք, որ մենք հաջողությամբ ենք այս արշավը պսակելու։ Մենք օրացույցը հրապարակել ենք, ձեր տրամադրության ներկայ շնորհակալ եմ։